Անդրանիկ Քոչարյանը ուշադիր լսի եղել է Պաշտպանության նախարարի առաջ տեղակալ, երբ որ Հարկ Սարգսյանը նոր ծնվել էր 92 թվականին։ Դա է ձեզ դրթում ասում են, որ իմը չեք քննարկել, որոշել եք նախագծներ կայացրած խնդիրները Քնարի քեզ ագրեսիվ։ Ագրեսիվ չէ, Պապոչյան, դուք եք զայրացած այսօր, ողջ օրը դուք ասում եք մի ընդհատեք, մի խոսեք, դուք Սարգսյանը անգամ ձեզ ասում եք, մի ընդհատեք։ Անձնաժողովի նախագահին չի կարելի հակադարձել։ Բայց իր խոսելը իր Պարոն Քոչարյան, ասեք մեկի։ Հերմին այսօրով է հյուրդ։ Հլաս է, այսօր հյուրդով է։ Պարոն Քոչարյան, Ասեք իմ հարցի պատասխան։ Որ հարցին։ Ինչ խնդիրներ եք դուք տեսնում, ինչ խնդիրներ առաջացնես։ Բնականաբար ֆրակցիան կքննարկի օրինակից ստացա բացական եզրակացություն։ Դա նշանակում է ըստ կանոնակարգ օրենքի խորհրդի նիստում ինքը չի զեկուցվելու, բայց հեղինակը կարա պնդի, որ սա լիագումար նիստում ուրեմն քվեարկվի եւ քննարկվի, բայց դրանից առաջ ես համոզված եմ, որ ֆրակցիայում կլինի եւս մեկ քննարկում, որտեղ ֆրակցիայի քննարկումը մենք ունեցանք, որի մասնակցեց նաեւ պարոն Պապիկյանը, պարոն Սարգսյանը, իհարկե պարոն Սարգսյանի հարցեր քիչ եղան, հիմնականում պարոն Պապիկյանին, եթե նկատեցիք նաեւ հարցերի մի հսկա քանակ տրվեց այսօր պարոն Արման Սարգսյանին, Պաշտպանության փոխնախարարին։ Եվ բնականաբար ֆրակցիան պետքա կողմնորոշվի։ Եթե ֆրակցիան որոշեց, որ այս նախագիծը պետքա կողմ քվեարկվի, բնականաբար ֆրակցիան կաջակցեց նախագծին, բայց ֆրակցիայի առաջիկ փակ քննարկումից հետո պարոն Սարգսյանը նախաձեռնեց իր հետ հանդիպում քաղաքացիական պայմանագրի պատգամավորների հետ եւ ինչքան ես իմացա մեկ հոգի է մասնակցել այդ հանդիպմանը։ Քրիստինե Պողոսյանը դեռ չեք վերջին րոպեին կողմ քվեարկել։ Ես ճիշտ հասկացեք, Քրիստինե Պողոսյանը հիմնավորեց։ Դուք ասեք ինչու եք դուք ի սկզբանե կողմ եղել։ Չի եղել սիբան։ Դուք պարոն Սարգսյանը խառնեց այն նախաձեռնությունը 20-րդ տարեկաններ, այս կողմ եմ եղել, աջակցել եմ եւ անցել է, բայց սա դեռ ուրիշ բան է։ Պարոն Սարգսյանը նաեւ ասաց, որ հանձնաժողովում քննարկվել է, չկա այդպիսի բան։ Ես ասեցի, հանձնաժողովի բոլոր անդամները նստած են, թող ասել, այս բոլորը ընդդիմադիր իմ ժելոս մեր հանձնաժողովի աշխատանքային բոլոր քննարկումներն ասում են նաեւ ընդդիմության մասնակցությամբ։ Եթե քննարկված լիներ, պետք է ասել, այս բոլորը այ աշխատանքային քննարկում եղել է։ Մի բանն է ճիշտ ասել։ Միջգերատեսչական հանձնաժողովը պարոն Պապիկյանի գլխավորությամբ քննարկել է 2 անգամ, բայց այդ հանձնաժողովը պարտավոր էր վերջնական տեսակետը ավարտելուց հետո քննարկեր եւ քվեարկեր նոր ուղարկեր կառավարության տար համաձայնությունը Հայկ Սարգսյանը դնի կառավարության այդ շրջացման, որը չի արվել։ Էլ չեմ ասում քաղաքացիական պայմանագիրը տեղյակ չի, հանձնաժողովը տեղյակ չի։ Ինչ եք կարծում։ Սա այսպես հասարակությունը, մարդու իրավունքների պաշտպանը այսքան բան է, հիմնավորումներ է բերում, քաղաքասարակությունը, այսպիսի օրինագծերը, որը տեսակ խնդիր չի լուծում։ Այս օրինագիծը զորակոչի խնդիր չի լուծում։ Ոչ էլ պայմանագրայինի խնդիրն է սա լուծում։ Սա ավելի շատ հարցեր առաջացնող էր։ Դրա համար ես, քանի որ 30 տարվա անցած ուղի ունեմ, գուցե մի քիչ ավել, եւ կարծում եմ, որ զինված ուժերը պետք է օր առաջ մենք ունենանք այնպիսին, որպեսզի ինքը մեր ժողովրդին կարողանա պաշտպանել։ Նայեք անհանգիստ աշխարհի կռիվներ եկել է մեր հարավային սահման։ Եվ այս քննարկումը ես ասում եմ, նույնիսկ երեկվա հրթիռակոծություններից հետո այս քննարկումը պարոն Հայկ Սարգսյանը պետք է հետ քաշեր։ Ասեր, որ դրա վախտը չի։ Որովհետև դա մի այդպես ինչ 30 տարի քաթերականացված 30 տարի բանակային ծառայության մասին։ Պարոն Քոչարյան, դուք 30 տարի բանակային ծառայության մասին եք խոսում, բայց հանրությունը նաև մեզ, ինչպես նշում եք, այ տեսեք մարդու իրավունքների պաշտպանը այսպիսի հակասությունների մասին է խոսում, բայց մի խնդիր կա, ասում են, պարոն Քոչարյանը խոսում է 30 տարվա բանակային ծառայության մասին, բայց իր որդին գիտնական դառնալու հիմքով բանակից ազատվել է։ Մի վարքյան, ուշադիր։ Իսկ պարոն Քոչարյան, եթե բանակից ազատեր իր ավակ որդուն, բա փոքրին խիչ խնայեց։ Փոքրն է պատերազմի ժամանակ լավ թոթոր տեղեր Սուտ ես ասում, սուտ ես ասում, ով որ ասում է, որ գլուխը պատին տալը քիչ է։ Ուրեմն Ղուրբան լինեն իմ փոքր տղային, որի մասին Արցախի ղեկավարությունից սկսած զինվորականությունից Վազգեն Քոչյանի նկարները դրեցի, որովհետեւ հասկանան, այս տղեն մինչև վերջի օրը նոյեմբերի 8-ը կրակել է։ Հարկուպատիվ ձեր փոքր տղային որ տղան է, մեծ տղան, գիտնական տղան։ Իմ գիտնական տղայի գիտական գործերին դու ծանոթ ես։ Դու ծանոթ ես։ Հանրությունն է ուզում ծանոթ։ Հանրությանը ում միջոցով ծանոթացրեք։ Հենց այս պահին էլ իմ մեծ տղաս նաև գիտական այն գյուղապահովագրության համակարգի հիմնադիրներից մեկն է եւ առողջապահական համակարգի օնկոլոգիային վերաբերող դու լավ գիտես։ Նայեք շանթով Լևոն Քոչյանը ոնց է ներկայացնում այն ծրագրերը, որոնք որ մեր պետությունը դեռ առողջապահական ապահովության մեջ ոչինչ չունի արած։ Ապահովագրությունները, որ այդպես էլ չեն գործում։ Դուք նայեք այն ինչ որ շանթով հետ քաշեք եւ նայեք։ Ոչ կրթությանը, ոչ Սարգսյանը դրա ժամանակը չէր լարված իրավիճակը, պես իրավիճակը։ Ինչ ես այսքան փոքրացել։ Կաթողիկոսի
Դուք գիտեք որ ձեզ ինչքան լավ են վերաբերում, չնայած դուք ստորագրություններ եք դնում, որ Ասում եք հիմա նախագծի ժամանակը չէ։